քնած ենք եղել, որ սկսել է ճակատամարտը, մի անգամից ելնում ես արդեն սկսվում է ինչ-որ բան, բայց դու պատկերացում չունես ինչ մասշտաբների է այդ ամեն ինչը, չնայած տեսնում ես, հենց այդ սկզբի մասն է ամենածանրը լինում, վերլուծում ես ամեն ինչ շատ արագ վայրկյանների ընթացքում ու արդեն ըստ պատրաստվածության, թե ինչ պիտի անես, սկսում ես քո գործողությունները։ Ընդհանուր գործողությունները տևել է 2 օր, իսկ հետևանքները շատ երկար, մինչև ծառայությունս ավարտը հետևանքները զգում ենք։ Պատերազմի թողած մարտահրավերները հաղթահարելու վճռականությամբ Արթուր Բաբայանը որոշեց իր ապագան կառուցել կրթության միջոցով։ Նոր գիտելիքներ ձեռք բերելու և սեփական ներուժը բացահայտելու ճանապարհին հանդիպեց 4090 կրթական հիմնադրամին, գտնելով ոչ միայն կրթական, այլև անձնական աճի լայն հնարավորություններ։ Հիմնադրամի մասին իմացել եմ համացանցից, տեսա, որ մարտական գործողությունների մասնակիցների համար կրթաթոշակներ են տրամադրում, շատ ոգևորվեցի, քանի որ ֆրանսիական համալսարանում եմ սովորում, վարձը շատ բարձր է։ Ոգևորվեցի, փորձեցի դիմել ու բարեհաջող ձևով ստացվեց, արդեն շահառու եմ։ 4090 հիմնադրամը ժամանակ առ ժամանակ միջոցառումներ է կազմակերպում, որպեսզի հանդիպենք, զրուցենք, կիսվենք ու որ բոլորը մարտական գործողությունների պատերազմի մասնակից են, ավելի կիսվելու թեմաներ ենք ունենում ու ոչ միայն դրանից, ամեն մեկս ունենք մեր հետաքրքրությունները ու իրար ավելի լավ ենք ճանաչում, ծանոթանում, ճանաչում։ Ինչ-որ մեկը ինչ-որ պրոյեկտ է ունենում, ինչ-որ գաղափար է ունենում, կիսվում է բոլորի հետ ու ինչպես մեր շահառուների, այնպես էլ խորհրդի անդամների հետ, խորհրդի անդամները նույնպես շատ օգնում են, օժանդակում են ամեն տեսակի հարցով, որը էլի քեզ հավելյալ մոտիվացիա է տալիս, ավելի առաջ շարժվելու, ավելի առաջ գնալու, նոր ձեռքբերումների հետևից գնալու համար։ Արթուրի համար առանձնահատուկ արժեք ուներ նաև կամավորության մշակույթը։ Բարության շղթան շարունակելու, ստացած աջակցությունն ու փորձը մյուսներին փոխանցելու և համայնքի զարգացմանը մասնակցելու գաղափարը դարձավ այն կարևոր պատճառներից մեկը, որի շնորհիվ նա ավելի սերտորեն կապվեց հիմնադրամի առաքելության հետ։ Կամավորություններից ինձ միշտ դուր է եկել կրթական սֆերայի կամավորությունները։ Ես դասավանդել եմ մաթեմատիկա, մաթեմիկ հասարակական կազմակերպությունում և անգլերեն IT-ին գյուղերում կազմակերպությունում ու շատ լավ է զգում քեզ, որ կարողանում ես քեզնից փոքր սերնդին ինչ-որ ձևով օգտակար լինել, կրթել, ավելի բացել աշխարհը իրենց համար, շատ հետաքրքիր էր կամավորությունները։ Կուզենամ շնորհակալություն հայտնել հիմնադրամին, որովհետև շատ կարևոր գործ են անում, շատ օգտակար գործ են արել։ Թեկուզ հիմնադրամը փակվելու է, բայց այն հիմնադրամի գաղափարը, որ իրենք ունեն, տվել են մեզ, դա մնալու է, գաղափարը ու նպատակը մնայուն է լինելու։ Այսօր Արթուր Բաբայանը 4090 կրթական հիմնադրամի համայնքի անդամ է, նաև որպես գաղափարակից, ով սեփական օրինակով ապացուցում է, որ կրթությունը կարող է դառնալ կյանքի նոր էջ բացելու ամենահզոր գործիքը։